Մեզ սովորեցրել են մարմնին նայել որպես խնդիր, որը պետք է լուծել, առարկա, որը պետք է բարելավի, ավելի լավը լինի։ Բայց ճշմարտությունն այն է, որ մարմինը նախագիծ չէ, ոչ բիզնես պլան, ոչ էլ մեկ այլ հարթակ, որտեղ դու պետք է աճես և ինչ-որ բանի հասնես։ Մարմինը տուն է, շատ կենդանի, շատ զգայուն, այնտեղ է, որտեղ դու ապրում ես։ Մարմինը երբեք չի անհետանում, և այն ամենը, ինչ ուզում է նա քեզանից, դա լսելի լինելն է։ Ոչ բարելավված, ոչ փոխված, այլ լսելի։ Մարմինը գնահատական տալու տեղ չէ, այն վերադարձի տեղ է, ոչ թե իդեալականին հասնելու համար, այլ շփման համար, քո հետ, զգացմունքներով, ներկա պահի հետ։ Եվ երբ դադարես հետապնդել նրան, թե ինչպիսին պետք է լինի քո մարմինը, դու վերջապես կզգաս նրան այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։ Եվ որքան շատ բան է անում մարմինը քեզ համար, առանց հարցնելու, առանց պայմանների, սպասելիքների։ Յոգա սիստեմը օգնում է սովորել լսել մարմինը։ Ուզում ես սովորել, արի, կսովորեցնեմ։